Photoshop-ի նոր 27.6 տարբերակում ավելացվել է նոր հնարավորություն դինամիկ տեքստի համար։ Ինչպես մենք հիշում ենք, այժմ Adobe Photoshop-ում եթե դուք ունեք որևէ մի տեքստ բոքսում, ապա նրան կարելի է հարմարացնել այդ բոքսին, փոփոխելով նրա հատկությունները։ Այդ կարելի է անել դինամիկ տեքստ վահանակի օգնությամբ, որը մենք կարող ենք տեսնել այս կոնտեքստուալ բառում, կամ կարող ենք գտնել նրան մեր property վահանակով, եթե մենք իջնենք և կտեսնենք այստեղ դինամիկ տեքստը։ Եթե մենք սեղմենք առաջին այքոնի վրա, ապա նա կհարմարացնի տեքստը մեր բոքսին, և այստեղ մենք հնարավորություն ունենք փոփոխելու ինչպես տողերի, այնպես էլ տառերի միջև եղած հեռավորությունները համապատասխան ստանալու որևէ մի դիզայն, որը մենք ցանկանում ենք կիրառել։ Այժմ, բացի այս հնարավորությունից, Adobe Photoshop-ում նաև ավելացվել են ևս 3 հնարավորություն, որոնք թույլ են տալիս տեքստը գրել շրջանի վրա, կիսաշրջանի վրա, կախված նրանց ուղղությունից, այսինքն arc-ի վրա, և կարող ենք գրել նաև bow-ի վրա։ Եկեք տեսնենք, թե դա ինչպես է աշխատում։ Եթե մենք օրինակ ունենք որևէ մի տեքստ, և այժմ մենք սեղմենք այս շրջանի վրա, ապա մեր տեքստը համապատասխան կհարմարվի այդ շրջանին և կփորձի պարփակել նրան ամբողջ իր երկարությամբ։ Այս տեքստը մենք կարող ենք այստեղից դասավորել ինչպես գծի վրա, գծի տակը և մեր օբյեկտի մեջում։ Այս այկոնների օգնությամբ մենք կարող ենք այն վերադասավորել համապատասխան այս մեր շրջանի։ Եթե մենք այժմ սեղմենք այս կիսաշրջանի վրա, arc-ի վրա, դուք կտեսնեք, որ այն կդասավորվի շրջանի վերևի մասում, իսկ եթե մենք սեղմենք bow-ի վրա, կտեսնենք, որ այն կդասավորվի մեր շրջանի ներքևի մասով։ Ctrl-T սեղմելով մենք կարող ենք այն մեծացնել, ինչպես նաև կարող ենք ընտրել տեքստը մեր տեքստ գործիքով, և այստեղից կարող ենք փոխել ֆոնտը, ինչպես նաև նրա չափերը և դասավորվածությունը։ Այս նոր հնարավորությունը մեզ թույլ է տալիս ավելի արագ տեքստը դասավորել կիսաշրջանով կամ շրջանով և օգտագործել այն մեր դիզայնում։